կկատարիր գնումների իդեալ համակարգի խանութ սրահներից եւ յուրաքանչյուր 290,000 դրամ գնումների դիմաց ստացիր 29% զեղչ եւ լրացուցիչ 29,000 դրամի ապրանքներ քո ընտրությամբ։ Ընդդիմությունը խոսում է ընտրության եւ նախընտրության ժամանակ բազմաթիվ հաղթումների, անհիմն ձերբակալությունների, խուզարկությունների մասին։ Եթե հետընտրական զարգացումներ լինեն, նախ դուք ինչ եք կարծում, էլի նույն խուզարկություններով այդպես կճնշեք ընդդիմությանը եւ դա կմարի կգնա, թե այդ հետընտրական զարգացումները այլևս կարող են ձեր գործողությունից կազմել։ Ես բացառում եմ Հայաստանում հետընտրական զարգացումներ։ Ես ասել եմ, կարծեմ հրապարակային ասել եմ, այո, իմ հարցազրույցում, որ հետընտրական զարգացում լինում է այնտեղ, որտեղ լինում է իշխանության կողմից ընտրությունների արդյունքների կեղծում։ Ընդդիմությունը չի կարող հետընտրական զարգացում հարուցել, բացառված բան է, որովհետև իրենց ստացած ձայների մի շատ մեծ մասը այդ ընտրակաշառքով ստացած ձայներ են եւ բացառում եմ, որ Հայաստանի ժողովուրդը թույլ կտա, որ պատերազմի եռագլուխ կուսակցությունը ընդհանրապես թպրտա։ Թույլ տվեք կանխատեսել, որ ոչ մի հետընտրական պրոցես էլ չի լինի։ Շնորհակալություն, հաջորդ հարցը Շանթ։ Համարչապետ, այսօրվա տարածաշրջանային զարգացումների պայմաններում Հայաստանի համար որն է ամենակարևոր ռիսկը եւ ամենագլխավոր հնարավորությունը։ Ամենագլխավոր հնարավորությունը եւ ես չի ասի հնարավորությունը, որովհետեւ դա արդեն իրողություն է, խաղաղությունն է, թրիփ նախագիծն է, տարածաշրջանային համագործակցություն է եւ տարածաշրջանային կապուղիների բացումը, այդ ամեն ինչը, գիտեք ինչ, արդեն տեղի ունեցել է, հիմա այլ բան իրականացման տեղի ունեցած փաստի գետնի վրա արձանագրելու էտապների եւ արագության մասին է գնում խոսքը, իսկ ռիսկեր Հայաստանը բացարձակապես չունի ավելի մեծ ռիսկեր, քան այսօր աշխարհի վրա գտնվող որևէ այլ պետություն, այսինքն չկա որևէ այլ պետություն, որ Հայաստանից պակաս ռիսկեր ունենա, չկա այդպիսի պետություն, այսինքն Հայաստանը ռիսկերի այս պահին ամենաանրիսկ հնարավոր ամենաանրիսկ մակարդակում է գտնվում եւ այսօր պարզապես ես չեմ պատկերացնում, որ երկրի վրա կա որևէ պետություն, որ ռիսկերի ավելի պակաս մակարդակ ունի, քան Հայաստանի Հանրապետությունը։ Ես կանխատեսում եմ միլիարդների ներդրումային հոսքեր Հայաստանի Հանրապետություն։ Բառից բուն իմաստով միլիարդների ներդրումային հոսքեր։ Ես տեսնում եմ եւ կանխատեսում եմ տնտեսական վերելքի շարունակություն եւ տնտեսական վերելքի տեմպերի էական ավելացում, ինչի հաշվին մասնավորապես թրիփ նախագծի եւ թրիփ նախագծի մասնավորապես արհեստական բանականության գործարանների բացման տրամաբանության մեջ մենք ունենալու ենք հազարավոր աշխատատեղեր, մենք ունենալու ենք նոր որակի տնտեսություն, մենք ունենալու ենք արդեն իսկ ունենք նոր որակի պետություն եւ մենք պետության վերելքը շարունակելու ենք։